Բարև ձեզ, այսօր 12 ապրիլի, դուք ինչպես գիտեք, շատ ուժեղ անձրև է գալիս, Երևանն է, Երևանին է, հեղեղատիպ անձրև է սա, սենց նայեք, ձեզ բան ես չէի տեսել այս ձևի էնել Երևանում, որը պաշտպանվածության տակ է գտնվում, իսկ արդեն Երևանի մասին մնացած տարածքները ամբողջությամբ ես ասեմ ջրհեղեղների մեջ է պատվելու, սա ոչ միայն Երևանի մասին է, այլ մնացած մեր Հայաստանի տարբեր տարածքներում, մի քիչ հյուսիսային տարածքներում եւ նրա մեր արևմտյան մասերում կլինեն ձնաբքեր, ձներ եւ այլն։ Ինչ ասեմ, նորից բացատրում եմ, որ դրությունը օր-օրի վրա գնում է, վատի ու չի կարա տեսեք սենց ջուր, հեղեղատիպ անձրև է, սենց բան չի եղել։ Սա եթե Երևանում ասենք ուժեղ, ուրեմն իմացեք քաղաքի տարբեր տարածքներում արդեն պետք է շատ մեծ թեքության վրա գտնվող տարածք է, նայեք, այս հանդեղի ջուրն էլ նայեք, վերևից կաթում է, պարզ բանում է, ձենը լսեք։ Թայվանի հզոր ուժերը, կանը ես ասի արդեն մի որոշ մաս արդեն անցավ ամբողջ Կովկասով, հիմնականը տեղաշարժվել են դեպի Կասպիստով ու նրա մնացած տարածքները, բայց Հայաստանում դա սա մի փոքր մասն է Հայաստանում, բայց դե փոքր ասածը շատ մեծ վնասներ է տալու։ Ես ինչպես նախորդ անգամ ասացի գյուղացիներին զգուշացրեցի, որ որևիցե հարցով նրանք չցանկացան ինձ խոսքի օրինակ որևիցե բանով աջակցել, դա արդեն ես ասեցի մեծ վնասներ իրանք կստանան։ Ես իրանց չեմ ասում, ինձ տենց են ասել։ Ես չեմ ցանկանում, ես էլ լողամաս ունեմ, ես էլ ծառներ ունեմ, ես էլ չեմ ցանկանում, բայց ինչ ասեմ, ինձ տենց էլ ոչ մեկը չցանկացավ ու տեսնում եմ, որ արդեն շատ վնասներ է սպասում։ Մի 40 օրը մինչև չլրանա, ես ոչ մի կանխատեսում եմ, իմ համար, եթե ես խոսքորինակ ասեմ, ես ցանկանում եմ այս հեղեղատիպ անձրևը վերանա, մի ժամվա մեջ ամբողջությամբ իրանք պարտավոր են Թայվանի հզոր ուժերը դրանք վերացնեն, բայց իմ ասելը անիմաստ է, որովհետև ինձ ասված է, որ ես իրավունք չունեմ ոչ մի կանխատեսումներ անել։ Ող ինչ-որ մարդիկ կան, որ չեն հավատում, նրանք չեն կարա, սա իրականություն է, երկիրը ղեկավարվում է տիեզերքից ու Աստծո ցույցով է, թե ես չգիտեմ այլ մոլորական ինչով, բայց ես ինչ ասում եմ, նրանք բոլորը կատարվել են այսքան ժամանակ ու ես ղեկավարվում եմ նրանց ասածը, ինձ ասել են 40 օր, ես կանխատեսումներ չեմ անելու ու ես իրավունք չունեմ անում, մնացածը դուք նայեք, ես զգուշացնում եմ, որ հենց իմիջվա դրությամբ ժամը 11-ն է, երեկոյան մեծ ավերածություններ գնալու Երևանում էլ մնացած տարածքներում ուժեղ ջրհեղեղներ եւ նմանատիպ բաներ տեղի ունենալու, որովհետեւ Թայվանի ավերիչ ուժերը մտած են Հայաստանում, թեկուզ փոքր քանակություն են, բայց նրանք մեծ ավերածություններ պետք է անեն։ Ու մնացած բաները ինչ չի, դա ես օրինակ չեմ հետևում որևիցե բանի, դուք կտենաք ինչ է կատարվելու դրանից հետո ես զգուշացնում եմ ժողովուրդ ուշադիր եղեք, Թայվանի ավերիչ ուժերը գտնվում են Հայաստանում։ Սա ուղղակի ես ասում եմ, ես չեմ կանխատեսում, սա կանխատեսում չի։ Ուղղակի զգուշացնում եմ թե գյուղացիներին, թե մյուսներին։ Էլ ինչ ասեմ, սրանով ավարտում եմ իմ ուղիղ եթերը, նայեք գնալով ավելի ուժեղացա, փոխանակ ավելի թուլանա։ Առաջին անգամն է ես տենում եմ ցենց ուժեղ ենել Երևանին, որը տեսեք վերևից է ջուրը գալու, որտեղ պաշտպանվածություն կա։ Դուք պատկերացրեք այն տարածքները, որտեղ պաշտպանվածություն չկա, ինչ կլինի։
Լավ, սրանով ավարտում եմ իմ ուղիղ եթերը 12 ապրիլի Երևանից։ Մնացածը դուք կտենաք տարբեր տեղերից արդեն վաղը արդեն տարբեր ալիքներով խոսքերնակ լրատվամիջոցների միջոցով կասեն ինչպիսի հեղեղներ ա եղել, ինչպիսի բաներ ա տեղի ունեցել Հայաստանում, նույնիսկ Արարատյան դաշտավայրում։ Կարակ կոմենտարիաների մեջ գրեք ում մոտ ոնց ա, ինչպիսի անձրև ա, հեղատիպ ա, հեղատիպ ջրեղեղի նմանատիպ բաներ են, ինչեր են նմանատիպ բաներ։ Տենանք ինչ ա կատարվում Երևանում, ես չեմ ասում, խոսքը նկատ Երևանի վրա եմ ես ասում, որտեղ սա Երևանին ա։ Ամբողջ Արարատյան դաշտավայրով բանով մնացած տարածքներով ես գիտեմ, որ պետք է այդպես լինի, որտեղ նրանք շատ մեծ տարածություն են գրավել ու մտել են Հայաստան։ Լավ, սրանով ավարտեմ իմ ուղիղ եթերը։